Ժողովուրդ ջան, գտնում ենք վերին ծովինարում, որը նաև կոչվել է փառականք, խնդրեմ, մեծ խաչքար արձանագրությունով, խաչքարի վրա կա արձանագրություն, որը շատ լավ պահպանված է, խնդրեմ, Աբա խանի աշխարհակալության, Պրոշի պարոնության, Տեր Գրիգորի եպիսկոպոսության տարիներին ես մանուկ չարս կանգնեցրի խաչը իր շատակ ինձ և իմ ծնողների 1273 թվական։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, մեծ խաչքարով մոտենում են դեպի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու։ Հասնենք ցուցադրեմ։ Ժողովուրդ ջան, ասանք Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցուն, ինչպես տեսնում եք, եկեղեցու կողքում կա նույնպես խաչքարեր, սա բնակատեղին է, մեծ բնակատեղի է եղել։ Սա եկեղեցու խնդրեմ 90-րդ դարի խաչքար, սա նույնպես մուտքի քար է, հիմա մուտք են գործում եկեղեցի, սա եկեղեցին է, սա եկեղեցու խորանը, ինչպես տեսնում եք խորանում աջ և ձախ կողմերում կան շատ գեղեցիկ խաչքարեր, եկեղեցին ամբողջովին խոնարհված է, պահպանված են խորանի շատ գեղեցիկ խաչքարը, տեսեք, ժողովուրդ, սա պատուհանն է եկեղեցու, եկեղեցին կոչվում է Պողոս Պետրոս, այստեղ նույնպես խաչքար կա, խնդրեմ, ժողովուրդ, մնացածը դուրս գանք, դրսի հատվածում ցույց կտամ խաչքարերը, տեսեք ինչքան խաչքարեր ունենք, չգիտես որ կողմով գնաս, որ ցույց տաս, խնդրեմ, խաչքար, կողքին արձանագրություն, խաչքարեր, այստեղ նույնպես խաչքար, սա հին ծովինար կամ վերին ծովինար բնակատեղին է, խնդրեմ ժողովուրդ ջան։ Նայեք, գեղեցիկ տապանակարեր, խաչքարեր, նույնպես խաչքարեր, սա նույնպես գեղեցիկ խաչքար, ներքևում սևանալիճն է, սա նույնպես խաչքար, հետաքրքիր խաչքար է, սա նույնպես խաչքար, խնդրեմ, սրանք արդեն տապանակարեր են, ինչպես գիտեք, Հայաստանում բացի խաչքարեր կան նաև շատ տապանակարեր, որոնք շատ գեղեցիկ քանդակներ ունեն։ Այս ամբողջը, այստեղ արդեն խաչքարերի հիմնական մասում կան արձանագրություններ, վերևում Վարդենիսի լեռնաշղթան է, մեջտեղի սա Վարդենիս լեռնագագաթն է, խնդրեմ Վարդենիս լեռնագագաթը։ Եկանք էսի ինչպես ասեցի կոչվում է Պողոս Պետրոս, խնդրեմ, սա վերևից է նկարում, սա տեսնում եք, ոնց որ դամբար լինի, բայց մտնելով ներս, տեսնում ես երկրորդ եկեղեցին, հիմա այստեղից ներս գործենք, ներս այստեղ այս ծաղները նրա համար է, որպեսզի ինձ թվում է քարերը բարձրացնեն տեղաշարժը, այս քարի չափսը տեսեք, էսի պատմական
փառական բնակատեղին հիմա մուտք գործենք ներս չեմ գիտում ինչպես կրնի մուտք են գործում արդեն ներս այս հատված ժողովուրդում տեսնենք հլա սա արդեն ինչպես տեսնում եք խաչ է արձանագրուկ ստեղ արձանագրություն սա չգիտեմ պահոցել է ինչ է եղել սա զեթի եկեղեցու մուտքը այստեղ ևս պահոց կա Օրզապես հիմա մուտք գործենք մյուս սրահը որը սրբատեղիան նույնպես երևի խորանի հատվածն հա այս քարի չափսը տեսեք այդտեղ ևս անց կա արձանագրություն է այստեղ քարի վրա այստեղ խաչ հետաքրքիր է խաչ որ խաչերը քարի վրա տպավորությունները շոտ այստեղ նա մուտք գործեցինք լավ արդեն դուրս գանք քանի չփեղվա գլխի դերից